Սիրելի հայ-ժողովուրդ, սիրելի Հայաստանի քաղաքացիներ, նախ թույլ տվեք շնորհավորել բոլորիս այս ազգային օրվա առթիվ, հանրապետության օրվա առթիվ, հայոց վերածննդի տոնի առթիվ եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում շուտով մենք ազգովի հնարավորություն կունենանք մեջներս ուղղված ավելի միասնաբար, ավելի համերաշխ, առանց կապիտուլյանտ ռեժիմի, առանց կապիտուլյանտ իշխանությունների տոնելու հայոց բոլոր ազգային տոները։ Պարզվում է քրպահական երեսփոխանները ծանր են տարել հանրապետականի գնահատականը, որ այսօրվա իրենց միջոցառումը որակվել է որպես անբարո քաղաքական հնարք ու փորձել են բարոյականության դասեր տալ մեզ։ Ուրեմն ուշադիր լսեք։ Անբարո օրինակ է նա, որ հեղափոխության օրերին ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը օգտագործելով կեղծ պապուն հանեցիք բեմ։ Անբարոն օրինակ է նա, որ ձեր քաղաքական թիմակիցը ձեր դմդմփուի հեղափոխությունը ավելի բարձր դասեց, քան արցախյան հերոսամարտն ու արցախյան շարժումը։ Անբարոն օրինակ է նա, որ ձեր քաղաքական առաջնորդը 19 թվականի օգոստոսին Արցախում հայտարարեց Արցախը Հայաստանը եւ վերջ, իսկ այսօր Ալիևից ավելի լավ է հիմնավորում, որ Արցախը Ադրբեջան է։ Անբարոն օրինակ է նա, որ ձեր թիմակիցները ակնայում նուր հավաքելով գրում էին ակնան մեր հայրենիքն է, իսկ այսօր Ալիևի պատգամավորներից ու Յենի Ադրբեջանի ներկայացուցիչներից ավելի լավ են հիմնավորում, որ Արցախը միշտ Ադրբեջան է եղել։ Անբարոն օրինակ է նա, որ 44 օր շարունակ սուտ խոսելով, լկտի ստեր տարածելով, հաջորդի խապում եք, թե հաղթելու եք, բայց նոյեմբերի 9-ին խայտառակ կապիտուլյացիա ստորագրեցիք։ Անբարոն օրինակ է նա, որ 20 թվականի հոկտեմբերի 19-ին իմանալով, որ հաղթելու շանս չունեք եւ ունենալով պատերազմը կանգնեցնելու հստակ առաջարկ, չկանգնեցրիք պատերազմը եւ հազարավոր տղաների ուղարկեցիք մահվան բերան։ Անբարոն օրինակ է նա, որ 21 թվականի ընտրություններին խոստանում եք Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա, բայց հետո հանեցիք ամբողջ Արցախը։ Անբարոն օրինակ է նա, որ պատերազմի ժամանակ սու ինքնաթիռները օգտագործում եք ընդամենը որպես սելֆիի գործիք։ Անբարոն օրինակ է նա, որ Հայաստան եւ հայ ժողովրդի երաշխավոր կարգել եք Ադրբեջանին։ Անբարոն օրինակ է նա, որ պատերազմ եք հայտարարել հայ եկեղեցուն։ Անբարոն օրինակ է նա, որ պատերազմ եք հայտարարել Արարատի խորհրդին։ Անբարոն օրինակ է նա, որ պատերազմ եք հայտարարել հայոց ինքնությանը։ Եվ վարչապես անբարոն է նա, որ պատերազմ եք հայտարարել հայոց անկախության հռչակագրին ու արցախյան շարժմանը։ Հետևաբար, ընտրությունը շատ պարզ է, կամ լինելու է նիկոլիզմը, կամ Հայաստանի Հանրապետությունը։ Ես Հանրապետության օրը ընտրում եմ Հայաստանի Հանրապետությունը եւ մերժում եմ նիկոլիզմը։ Գնացեք ընտրության, որ սրան գնան։ Շնորհակալ եմ ուշադրության համար։